Փետրվարի 15-ից գործարկվել է 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը, որը մեկտեղում է ոստիկանություն եւ փրկարար ծառայություն ուղղված զանգերը։ Գրանցված արդյունքների շուրջ կզրուցենք ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ Արմինե Հայրապետյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Հայրապետյան, շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։ Տիկին Հայրապետյան, կենտրոնի ներդնումից հետո ինչպես է գնահատում աշխատանքի արդյունավետությունը։ Ընդհանրապես մեկ երամսյակ է ինչ գործում է կենտրոնը այս ձևաչափով, ես կարող եմ ասել գործընթացային արդյունավետության վերաբերյալ, որ մեր դիտարկումները համենայն դեպս ցույց են տալիս եւ մեր գործընկերների, այսպես ասենք, հաճախողական մեխանիզմներով արված դիտարկումները, որ արդյունքները զանգերի գրանցման, պատասխանման, արձագանքման տեսակետից բավական նշանակալի ձևով փոփոխություն են կրել եւ բնականաբար միջազգային ստանդարտների ձգտման մեր աշխատանքը իր արդյունքները ցույց է տալիս, դրանք շարունակական բարելավման ուղղությամբ են, այսինքն մենք վերցնում ենք եւ օրվա կտրվածքով եւ ամսվա կտրվածքով արդյունքների համեմատությունները, մեր համեմատությունները մեր իսկ աշխատանքի հետ։ Ըստ էության ամենակարևորն այն է, որ մենք ձգտում ենք չպատասխանված զանգերի բացառմանը, ծառայության առաջին թիրախը արձագանքել բոլոր հեռախոսազանգերին, այն անպայման աշխատում է եւ մենք ձգտում ենք ել ավելի բարելավել եւ այնպես անել, որպեսզի զանգը հենց առաջին իսկ ժամանակից, առաջին իսկ պահից, երբ այն հնչում է, արձագանքվի։ Տիկին Հայրապետյան, արձագանքման մասով ինչ փոփոխություն են գրանցվել, նկատի ունեմ արագ արձագանքելու տեսանկյունից։ Համակարգի գաղափարը նաև կայանում է նրանում, որ եւ փրկարար եւ ոստիկանական ուղղությունների համատեղումը լինի մեկ զանգի մեջ, ինչը նշանակում է, որ անհրաժեշտությունը երկու տարբեր ծառայությունների կարող է ծագել հենց միևնույն ահազանգի մեջ եւ համապատասխան ոստիկանական կառույցները եւ համապատասխան փրկարարական ուժերը իրենք միաժամանակ են ահազանգին արձագանքում ըստ էության օպերատորի անմիջական հենց ուղղորդման միջոցով։ Սա արդեն իսկ առաջին կարևորագույն ցուցիչներից մեկն է։ Այսինքն կարող ենք ասել, որ մեկ զանգ արագ արձագանք սկզբունքը գործնականում արդարացրել է։ Միանշանակորեն արդարացրել է, քանի որ զանգի պահին արդեն, երբ մենք ունենք բնականաբար կան այդ չափորոշիչները, թե ինչպես պետք է հասկանալ ովքեր են ինտեգրվում, այդ գործընթացը տեղի ունենում անմիջապես մեկ զանգի մեջից եւ միաժամանակ ոչ թե սպասում է քաղաքացին, թե այ հիմա ձեզ կպատասխանեն ոստիկանական կողմից կամ փրկարարական կողմից, նման խնդիր չկա, այլ ահազանգի ստացման պահին մենք արդեն գիտենք, թե որ ուժերն են գնալու եւ դա կտրուկ, միանշանակ բավական կտրուկ կրճատում է արձագանքման ժամանակը։ Տիկին Հայրապետյան, ինչ բնույթի զանգեր է ստացվում կենտրոնում, հաշվի առնելով, որ դուք խոսեցիք զանգերի բնույթից, եւ ինչպես եք կարողանում ապահովել զանգերի արագ գնահատումը եւ ուղղորդումը։ Զանգերը տարաբնույթ են, ծայրահեղ աստիճանի տարաբնույթ, ծառայությունը իր հնարավորության բոլոր շրջանակներում գործ է դնում համապատասխան կառույցների աշխատանքը, զանգերը ընդունվում են եւ կառավարվում են տեղում փորձառու կառավարողների կողմից, երբ անհրաժեշտ է լինում, ասենք, բարդացված իրավիճակի։ Իհարկե լինում են բազմաթիվ զանգեր, որոնք տեղեկատվական բնույթի են, հարցումների բնույթի են, նրանց քանակը շատ ավելի շատ է, գերազանցում է նմանատիպ զանգերը։ Շատ ենք ունենում ահազանգեր, դրա մշտապես կա փակ դռների կամ եթե կա անհրաժեշտություն ծանր հիվանդի տեղափոխման, աջակցման հարցերի այն տարբերակներում, երբ որ շտապ բժշկական օգնությունը չի կարողանում այդ խնդիրը ապահովել։ Շատ լավ, ամփոփելով մեր զրույցը, Տիկին Հայրապետյան, կցանկանայի նաև անդրադառնայիք, թե ինչպես է գործում արտակարգ իրավիճակներում վաղազդարարման համակարգը, ինչ մեխանիզմներ կան այս ուղղությամբ։ Շնորհակալ եմ հարցի համար, իրականում շատ կարևոր ուղղության մասին խոսեցիք, վաղազդարարումը վերաբերում է աղետների այն բոլոր տեսակներին, որոնք հնարավոր է կանխատեսել նախքան աղետը տեղի կունենա։ Եվ այդ տեսակետից վաղազդարարումը գործընթաց է, որտեղ մասնակիցները
միակողմանի չեն, մասնակիցները բազմաշերտ են եւ յուրաքանչյուրը տարբեր ուղղությունների։ Հատկապես երբ խոսքը գնում է տարերային աղետներին, այսինքն բնական երևույթներով պայմանավորված աղետներին, ապա հնարավոր են կանխատեսել հիմնականում հիդրոօթերոթաբանական, հիդրոդինամիկ երևույթները, որոնք նախապես հնարավոր է որոշակի գործիքակազմերի դիտարկումների միջոցով բացահայտել, այսինքն վաղ ազդարարման ամենագլխավոր բաղադրիչը աղետի վտանգի բացահայտումը։ Երբ որ մենք ունենք այս վտանգի բացահայտումը եւ այն արդեն հաղորդվել է եւ այստեղ անմիջապես բնականաբար պետք է շեշտվի մեր համագործակցությունը մեր մյուս գործընկերների հետ, օրինակի համար շրջակա միջավայրի նախարարության մեր գործընկերները հայ հիդրոմետծառայության դեմքում նրանք նախապես տեղեկագրեր են հաղորդում, ուղարկում, որի հիման վրա մենք իրազեկում ենք իրականացնում հանրային իրազեկում ըստ կարևորության աստիճանի։ Բնականաբար այս վաղազդարարման համակարգի այդ առանձին բաղադրիչների մեջ, ինչպես ասացի, նախ բացահայտումը, ապա բացահայտումից հետո առաջին իրազեկման գործընթացները եւ նոր միայն եթե աղետը տեղի է ունենում, արդեն ազդարարումը կամ աղետի տեղի ունենալուց հետո արդեն այն գործառույթները, որոնք պետք է հանրային կերպով իրականացվեն, ասեմ, որ օպերատիվ կառավարման կենտրոնի գործիքակազմի ներքո հանրային իրազեկման եւ ազդարարման տարբեր գործիքակազմեր ունենք, որոնք եւ համընդհանուր իրազեկմանն են վերաբերում, դա մեր օպերատորների հետ համագործակցության արդյունքում համատարած կարճ հաղորդագրությունների, այսպես ասած, SMS-ների տարածման ձևաչափով մարդիկ գիտեն հավանաբար արդեն, որ պարբերաբար ստանում են օրինակի համար ամառային սեզոնին, օրինակ Սևանալճում լողային սեզոնի հետ կապված են ստանում երբեմն հրդեհային, անտառային եւ բուսածածկ տարածքների հրդեհների պարագայում կարող են ստանալ դարձյալ զգույշ լինելու եւ անհրաժեշտության դեպքում օգնության, այսինքն այստեղ կարեւոր է այն, թե ինչ անել, ինչ չանել եւ լինելու պարագայում ինչպես արձագանքել կամ ինչ անել այդ դեպքում։ Սա է հիմնական ուղերձների գաղափարը եւ ինչ խոսք նաեւ մենք ունենք ազդարարման այն մի ահռելի չափաբաժինը, որը Աստված մի արածցե աղետի դեպքում նրա իրական վտանգի արկայության դեպքում իրազեկվում է, ազդարարվում է յուրաքանչյուր համայնք ընդհանուր մինչև վերջին համայնքի պատասխանատուները մենք ամսական կտրվածքով թարմացնում ենք մեր մարզերից եկող տեղեկատվությունը այն հանձնաժողովների, որոնք արտակարգ իրավիճակների ժամանակ պատասխանատու են մարզում տվյալ գործընթացները կամ համայնքում տվյալ գործընթացներն իրականացնելու համար, եւ դա որոշակի թվով մարդկանց ցուցակներ են, որոնք եւ զանգով կարող են իրազեկվել եւ առանձին համակարգում, առանձին գործող համակարգ կա, որը օպերատորների հետ կապ չունի, դարձյալ կարճ հաղորդագրության մեկ հպումով, մեկ կոճակի հպումով իրենք տեղեկացում են ստանում համապատասխան աղետի, վտանգի եւ գործողությունների այդ կարճ գաղափարի վերաբերյալ։ Շնորհակալ եմ Տիկին Հայրապետյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնում զրուցում ենք ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ Արմինե Հայրապետյանի հետ, լավ մնացեք, կհանդիպենք։